Հիսուսին Ժորժն, որ այսօր իր եկեղեցում ենք, որտեղ Աստծո հոգին է խոսում եւ կարիք ունենք, որ ասում են Փառք Հիսուսին, որ այսօր իր եկեղեցում ենք, որտեղ Աստծո հոգին է խոսում։ Աստծո հոգին է խոսում եւ մեզ ականջ տա, որ լսենք հոգին ինչ ասում եկեղեցիներին։ Այդ է ճշմարտությունը, ուրիշ ճշմարտություն չկա։ Միայն այն, որը Սուրբ Հոգին է տալի եկեղեցուն։ Ինքը Քրիստոսի հոգին է, ինքը ճշմարտության հոգին է, ու եկել է, որ եկեղեցին առաջնորդի։ Այն եկեղեցին, որը ոնց եղբայրները ասեցին, թանկ գնով գնել է, ու չի գնե, որ չարքաշ այս 60-70 տարին մենք ապրենք։ Գնել է, որ մենք այս կարճ ժամանակահատվածում լինենք իր անոթները, աստվածային կյանքի աղբյուրները լինենք, որ մեր միջոցով Տերը կարանա իրան տա ցուցնի այս կորսվող ժողովրդին, այն սերունդին, որը պիտի լսի ավետարանը ու կապ աշխարհի թե չէ իր որոշումն է։ Բայց մեզանից յուրաքանչյուրը Տերը ասեց լավա ձեր համար, որ ես գնամ, որտեվ եթե ես գնամ, ես հոգին կուղարկեմ, Աստծո հոգին, որը կօգնի, որ եթե Աստծո հոգին չօգնի, մենք չենք կարող աստվածային կյանք ապրենք։ Եվ Աստծո մարդիկ, որոնք երկրի վրա կարացել են այդ կյանքը ապրեն, իրանք մի հատ ընդհանուր բան են ունեցել։ Իրանք բոլորն էլ Աստծուն լսել են, Աստծո հետ կապ են ունեցել։ Ինչքան այսօր չէ խոսվում, այնքան բանա ցավալի է, բայց այնքան թեման ծեծված է դարել, Տերը ինձ ասեց, հոգին ինձ առաջնորդեց, ես Տիրոջ ձայնը լսեցի, ու որ մարդու ապրած կյանքը տեսնում ես, կներեք ինչքան անմիտ է, ինչքան թեթև է, ինչքան մարմնավոր է, ու մտածում ես, արդյոք ես մարդը Տիրոջ ձայնը լսում է։ Այնքան բան է դարել, նորից եմ ուզում շեշտեմ, էլի ծեծված, հետաքրքիր։ Այսօր որ մեկը գար ասեր, ես ինչ նախագահի հետ եմ հանդիպել, ոնց է կարծում, այդ մարդու շուրջ կողքը ինչ կկատարվեր։ Ինչ ամբողջ կհավաքվեր, չէ՞։ Բա ինչ ասեց, բա ոնց հանդիպեցիր, բա ոնց թողին մտնես, պալա, թե ինքը եկավ քո մոտ։ Այսօր մարդ հելնում ասում է, ես Տիրոջ հետ զրույց եմ ունեցել, ոչ մեկի չհետաքրքրում։ Գիտեք ինչի։ Որտեվ չեն հավատում։ Չեն հավատում։ Քո ապրած կյանքից պիտի երևա, դու Աստծո հետ կապ ունես, թե չէ։ Էն էլ ամենագերադրական բանն ես ասում ես ձայնն եմ լսել։ Աստվածաշնչում քանի հոգի գիտեք, որ Տիրոջ ձայնը լսել է։ Ու մի հատ այդ մարդկանց ապրած կյանքը նայենք, ու մի հատ մեր հետ համեմատենք։ Հա, էդի պայմաններն են, մարդը պիտի կոտրված լինի, մարդը պիտի կոտրվելուց հետո խոնարհվի, մարդը պիտի կարիք ունենա, սպասելով սպասի, ասենց լուբոյի կյանքը, որ բան անենք վերցնենք, ով որ Տիրոջ ձայնը լսել է, այդ մարդիկ իրոք տարբերվել են, իրանց պետք էլ չէր ասել, ես Աստծո ձայնը լսեցի, այդ մարդկանց ապրելակերպից երևում էր, որ սրանք երկնային մարդիկ են, սրանք տարբերվում են, զրույցը, նիստուկացը, սրանց շարժուձևը, որակը հոգևոր կյանքի, Աստված երբ որ ուզում էր 5 պետություն պատժեր, խոսում էր մի հոգու հետ, մեզ այսօր դա այնքան դժվար է այս դեմոկրատական պայմաններում իրականության մեջ, մտածել ոնց կարելի է Աստված մի հոգու հետ խորհուրդ անի, ծրագիրը բաց անի, այդ մի մարդն էլ բանարուսերեն տեքստում ասում է իմ ընկերն է, խոսքս Աբրահամի մասին է, հայերեն ասում է բարեկամ, ռուսերեն ասում է ընկեր,
ասում արդյոք կթաքցնեմ Աբրահամից այն ինչ ուզում եմ անեմ։ Եվ Աստված ասեց Աբրահամ, իջել եմ, նախ եկավ մի կտոր հաց կերավ ընկերոջ մոտ։ Մամրեն, աները, էշկոլը իր ընկերներն էին Աբրահամի։ Մամրեի կաղնի անտառում նստած էր, տեսավ 3 հոգի կանգնած դեմը, խառնվեց իրար Աբրահամը, ներսով բռնեց, որ սրանք երկնային էակներ են ու անցավ գործի։ Մի հատ որ պարապլնեք, մի հատ տեսեք Աբրահամը հրեշտակների դեմը ինչ դրեց, ինչ սեղան փռեց։ Մեկ էլ համեմատեք մի հատ ղովտը ինչ դրեց, որ տեսնենք արդարի տարբերությունը եւ Աստծո անկերոջ տարբերությունը։ Մի հատ ինչ սեղան են փռմել, ինչ ունեն իրանք։ Եվ Տերը խորհրդակցեց մի հոգու հետ ժողովուրդ։ Ասեց գնում եմ ես քաղաքները տեսնեմ ինչա կատարվում։ Վախեցավ Աբրահամ, ասեց բա որոն դե 50 արդար լինի։ Տեր դու թացը չորի հետ կխառնես, Աստված ասեց չէ, չեմ խառնի։ Ես իմ խոսքերով եմ ասում, ասեց եթե ես դե 50 արդար տենամ, քաղաքը կմնա։ Ու տենց իջացրեց մինչև 10, ասեց 10 արդար լինի։ Այսինքն ամեն այդ 5 պետությունում եւ իրանց հարակից բան տենց 2 հոգի լինի, ասեց ես, նու բանա տենց է գալի որ բաժանես, ասեց ես կխնայեմ այդ քաղաքները։ Այսինքն եթե ես 10 արդար ունենամ, ես իմ խոսքերով եմ ասում, 10 կիլո աղով ես կփորձեմ այդ փչացած միսը հետ բերեմ։ Արթնություն սկսեմ։ Ես այդ արդարների միջոցով պիտի ինչ-որ մի բան անեմ, այդ արդարներին պիտի լսեն, եթե իրանք ուզում են կենթանի մնան։ Ամերիկայում մի հատ քաղաքում այնքան ինքնասպանությունները շատ էր, ու չգիտեին ինչ անեն, հոգեբանները, իրանց պսիխոլոգները, ծրագրերը, ոչ մեկ չէին իմանում, լավ, ինչ անեն, սրա դեմը ոնց առնեն։ Պատասխան չուներ պետությունը, կառավարությունը, մի հատ Աստծո մարդ պատասխան ստացավ երկնքից։ Պետությանը խնդիրի մեջ է, բայց պատասխանը ստացավ աղոթող մարդ, պետության համար։ Այսինքն ոչ թե պետության համար, պետության խնդիրների վերաբերյալ ինքը պատասխան ստացավ։ Պետությանը տեղյակ չպահեց։ Իրան PR-ը պետք չէր։ Աստծո մարդիկ միշտ փախել են այն բաներից, ռեկլամներից, Երևալուց, իրանք իրանց տիրոջ պես են։ Նայինում Տերը բժշկեց, բանը կներեք, հարություն տվեց, ոչ էլ սպասեց իրան շնորհակալություն ասեին։ Մինչև այս կոմենկում աշակերտները վերցրեց գնաց։ Հետաքրքիր է, եթե մենք այսօր մեկին հարություն տանք, Աստված ասի մի րոպեից պետք է քո ոտանդե չլինի։ Մենք բան կանենք կգնանք, թե չէ։ Թե մենք կմտածենք, բա առանց մեզ այս ժողովուրդը ինչ անելու։ Երևում է մեր սրտի որակները, որ ներսը մահացած չի, կյանքը Քրիստոս չի ու ես մենակ Աստծուն չեմ ուզում, ես էլի բաներ եմ ուզում երկրի վրա։ Այդ աղոթող հոգուն Տերը բացեց, ասեց ընդեղ եկեղեցի չկա այդ քաղաքում, այդ աղբերը տեղյակ չէր, ասեց եկեղեցի չկա ընդեպալես, դրա համար դիվական աշխարհը այդ քաղաքը բռնել է, խավարը ինչ ուզում անում է, դեմ դնող չկա, խավարին ով կարա դեմ դնի, լույսը, խավարի որդիների դեմ են դնում լուսո որդիները, նրանք իրանց զենքերով, լուսո որդիները իրանց զենքերով։ Մեր պայքարը մարմնի արյան դեմ չի, չէ։ Եթե մենք հելանք մարմնի արյան դեմ, մենք արդեն պարտվել ենք։ Սատանեն մեզ խաբել է արդեն, եթե հենց հանել է մարմնի արյան դեմ։ Ու ասում է Տեր, ինչ անեմ, ասում է պիտի գնաս այդ քաղաք, ոնդե ավետարան քարոզես։ Ես քեզ կորթեմ, ասեց, ես քո հետ կլինեմ։ Ու այս եղբայրը ոչ մեկի տեղյակ չի պահում,
Ոչ կառավարությանը, ոչ պետությանը, չի գալի ասում ոնց որ այսօր շատ մոդա է, ծրագիր ունեմ, պրոյեկտ ունեմ, ֆինանսավորելա պետք։ Այդ ինչ քաղաք պետք է թռնեմ Boeing-ով, լյուքս կլասով ցանկալի է։ Ցանկալի է դենց լիմուզին դիմավորի։ Հյուրանոցը պետք է 5-6 աստղանի լինի եւ այլ։ Այս աղբերը մենակ ելնում գնում այդ քաղաքը։ Ասում առավոտ հյուրանոցում զարթնեցի, տեսան հենց հարցակում ավրես, մի հատ ուժ է եկե վրես, ու ինձ դրդում է, որ ես ինձ շենքից գցեմ ցած։ Ասում այդ բան ես իջա ծնկի, սկսեցի աղոթք անել։ Տերը այցելեց, ասի եթե ին վրա է ասենց հարցակում, եկել է հարցակում է եկել, մի հատ հուսահատություն է հարցակվե վրես։ Բա այս բանը խավարի որդիների վրա ինչ կլինի։ Սրանք ընդհանրապես դեմ դնելու բան չունեն։ Ունակություն, հնարավորություն, այդ աղբերը աղոթք անում, Տերը այցելում է այդ աղբորը, ասում է ես քո հետ եմ, ուղղակի դու պիտի անցնես դրա միջով։ Ու այդ աղբերը սկսում է այդ քաղաքում վկայել, փողոցում։ Վկայել, Քրիստոսի մասին պատմել, ժողովուրդ է հավաքվում, լսում են, Տերը կպտում է, զղջում է սկսվում, ապաշխարություն, խոսքի ծառավ, աչքներից էթում է, կար ժամանակում մի վերջը, չգիտեմ թվերը, թող մի 50 հոգի լինի, հավաքվում են, պաշտամունք են անում, Սուրբ Հոգու մկրտություններ է սկսվում, խաբարանում եղբայրները գալիս են, ջրով են մկրտում, եկեղեցի գնալով հաստատվում է, աղոթքները, տեսիլքները, ժողովուրդ կար ժամանակում, երևի մի քանի տարվա մեջ, թերթերը ասում են, այս քաղաքում հրաշք է կատարվում, ինքնասպանությունների տոկոսը իջել է։ Շատ չնչին իջել է, մի քանի տոկոս է մնացել։ Ոնց որ 60-70%-ից իջնի հենց մի քանի տոկոս, մի 2-3% իջնի։ Այս քաղաքին ով քյոմա եղավ, ով օգնեց։ Լուսով որդին, առանց ռեկլամի, առանց PR, առանց ոչ մի բան, Տիրոջ ձայնը լսեց, հասկանում եք, մենք նաև որ աշխարհից գալիս ենք, ոմանք այնքան հարուստ երևակայություն ունեն, մարդկա չէ պոտենցիալ ունի, մարդկա պոտենցիալ չունի, մարդկա դատարկ տեղը ասֆալտի վրա կանգնի կներեք 50,000 դրամ կարա գտնի, մարդկա կարա 100 տարի ապրի 500 դրամ, Ատե չգտնի, չվայմի, չբաշարի, որ ինչ-որ բան կարելի անել։ Մարդիկ տարբեր են։ Այդ մարդիկ, որ գալիս են հավատքի, ապաշխարում են, իրանց պոտենցիալը հոչի մնում, իրանք պետք է էդի բան անեն, ռեալիզացնեն, ու որ գալի լսում են, ոգևորվում են, Տերն էլ կպտում է, ասում են Տեր ինձ սենց ասեց, Տեր ինձ սենց ասեց, բայց դու տեսնում ես, էդի Տերը չի ասել, ինքը ոգևորված է։ Իր մտքերը ընդունում է Տիրոջ առաջնորդության տեղ։ Ու այս մանկամիտ վիճակը, եթե չի կասեցվում, ինքը կարա տարածվի։ Հասուն հավատացյալներ են սկսել այդ նույն բան ասել։ Այնինչ ոչ թե իր կյանքում ինքը կապ ունի Տիրոջ հետ, ուղղակի ոգևորված են ամբողջի մեջ գնում է։ Մարդիկ, ովքեր Տիրոջ ձայնը լսել են, եթե իրոք ձայնը դի զրույցն է, գիտեք, չէ՞։ Ձայնը вообще հաղորդակցության մեջ տարբեր չափեր կան, վիճակներ կան, երազը, մարդիկա երազներ չեն ընդունում, ես հասկանում եմ, ընդունում եմ, Սողոմոնը ասեց, որ շատ զբաղմունքներից երազներ է լինում, շատ զբաղմունքներից, եղբայր ջան, երազից տեսա, ես ինչ պրեզիդենտի սենյակում եմ, ասի բան դե ինչ էր անում, դու ընդե ինչ գործ ունես, են էլ այդ բանը պետության մեջ, դու տե վիզա ունես, ասեց չէ, ասի դու սպասում ես, որ այդ սենյակում լինես, զգաց, որ անհետ բանա տեսե, ասենք դրանք մաղել էլ է պետք, բայց երազներ կան, որոնք մարգարեական բնույթ ունեն, Հովսեփը Էրաս տեսավ 37 գլխի մեջ,
17 տարեկան էր ծննդոցում։ Այդ երազի համար իրան այդ նույն գլխի մեջ ծախեցին։ Երազ տեսավ մարդը։ Երազ տենալը հանցագործությունը։ Թե պետք է մարդիկ կան, որոնք ասեն ու դու համարձակվեցիր մինչև վերջն այս այդ երազը։ Ու չզարթնեցիր։ Ինչ հանդու գնես դու, հա Հոսեփ, մինչև վերջ սպասեցիր 10 աղբեր քեզ ոնց է երկրպագում։ Վերջում էլ սպասեցիր հերդ մերդ էլ երկրպագեն, նոր հանգիստ խղճով քնի զարթնեցիր։ Երեխեն 17 տարեկան, ինչքան պետք է լցված լինես, ինչքան պետք է տրամադրված լինես, այդ երազի համար բռնես աղբորը ծախես։ 20 արծաթով։ Պապիս լներ կասեր, բայց դու սովիստ ունես, դուք, աղբերներին։ 22 տարի հետո, եկան ծենկի իչան, քիդբենի, պթոմպանեի առաջ, խաբարել չեն, օվադեմները նստած։ Ինքն էլ 39 տարեկան։ Տեսեք երազը ինչ էր։ Մարիամի ամուսին Հոսեփը երազո տեսավ, հրեշտակ ասեց վերկաց, մորը մանկանը վերցրա գնա Եգիպտոս։ Որ մարգարեական երազներ կան։ Ու որ երազից զարթնում ես, որ այդ հոգի է իջած։ Դու տենում ես, որ դա անբնական բան է։ Տեսիլք տեսնելը, Սուրբ Հոգու պարգևների մեջ տեսիլք չկա։ Նկատել եք։ Տեսիլքը մարգարեական կատեգորիա է։ Ամեն մեկը տեսիլք է տեսնում։ Գրքում գրված է եւ գալիս են մարգարեի մոտ տեսիլքի հետևից։ Այդ մարգարեն Տիրոջ ձայնը չէր լսում, այդ մարգարեն տեսիլք ուներ։ Մյուսը մարգարեություն ունի։ Այդ սաղ հոգևոր առաջնորդությունները, որակները, այդ պաստուլատները դու կարաս քո կյանքում ունենաս, բայց ելի Տիրոջ ձայնը չլսես։ Տիրոջ ձայնը դա զրույց է։ Դա երկու հոգու մեջ դու հարցնում ես, Տերը պատասխանում է, դու Տիրոջը լսում ես, Տիրոջը նորից հարցնում ես կամ խոսում ես, էսի զրույց է Ժորժ ջան։ Սուրբ գրքում սենց Տիրոջ հետ զրույց հատուկենտ մարդիկ են ունեցել։ Ու այսօր որ տեսնում ենք եկեղեցում ինչքան մարդիկ են ասում Տիրոջ հետ շփվում խոսում եմ, ու այս ողբալի վիճակը քրիստոնեության որտեղում ասում ես, նյութելի ինչքան անոթները շատացան, այդքան հոգևոր որակ անգավ։ Մի հոգի Տիրոջ ձայնը լսեց, ինքնասպանությունները քաղաքում իջան։ 20-րդ դարվա բան եմ ասում։ Կարող է 60-ական թվականների լինի, կարող է 70-ական։ Եղել է Ամերիկայում։ Տիրոջ ձայնը լսել ու ինքը կարա մարդկանց վաբշե կարծիքին դեմ գնա։ Իմ կյանքում եղել է դեպքեր, երբ որ ես հյուր եմ սպասել, պատրաստություն եմ տեսել, մարդիկ եմ հրավիրել, մարդիկ են բան արել, ուրախացել, պատրաստվել, այդ մարդը զանգի ասել է գալիս եմ, ոնց ես ոգևորվում, չէ, ոնց ես ուրախանում, Աստծո մարդ է գալի, պիտի դիմավորես, ընդունես, ոնց բանը Հիսուսին կընդուներ, այտենց Հիսուսի ծառային, մի անձնավորություն ինձ մոտեցել է, ասել է ինքը չի գալու, ասի ոնց ինքը չի գալու, ինքը չի գալու, ասեց չէ, Տերը ինձ ասեց ինքը չի գալու, սենց, են մեր ժողովրդական ասածով փուշս թողեցի, քանի որ այդ մարդուն էլ ես ճանաչում եմ, 100 հոգի ասեն, ես նենց վնիմանի չէի տա, բայց քանի որ մարդուն ճանաչում եմ, ինքը ու սենց մտամորոր ասի, փաստորեն չի գալու, ասի չէ, ասի պրիեխալի, ու այդ մարդը զանգեց, ասեց, ձերը զանգեց, ասեց, Աստված վկա է, ես ամեն ինչ արեցի, որ գամ, ասի ու, ասեց իմ գալը չի ստացվում, ասի ոնց,
Ասի ոնց չի ստացվում։ Ներքին պասպորտով, ոնց որ մեր ID-ով մտել է կողքի պետություն, համաձայնություն կա։ Մենք այսօր Թիվլիս ID-ով կարան գնանք։ Պետք չի մեզ մեր միջազգային պասպորտը կապուտ, ID-ով, կորոճկով գնում ես։ ID-ով մտել է հարևան պետություն, ընդեղից ուզեցել է գա Հայաստան։ Այդ պետությունը ասել է մենք քեզ չենք կարող Հայաստան թողենք, դու ներքին պասպորտով ես։ Մենք Հայաստանի հետ պայմանավորվածություն չունենք, որ քեզ ներքին պասպորտով կարանք թողենք Հայաստան։ Քո Զագրան պասպորտն է պետք, իսկ Զագրան պասպորտը տունն է եղել, հետը չի վերցրել։ Ու այդ մեքենան որ եկավ, ասեց մենակ խնդրում եմ, պասպորտից կոժուխը այդ իրանց բանի մեջն է մնացել։ Մենակ էդի կվերցնես։ Աս եղավ։ Վերցրեցի, եկա սեղանը նստած։ Ասի Ժորժ ջան, քչի մեջ հավատարիմը, շատի մեջ էլ է հավատարիմ։ Աստված հլա մեզ այդ աղբորը չվստահեց։ Ընդամենը իր անձնագրի կորոճկեն վստահեց։ Ինքը չի եկե, պասպորտի կորոճկեն է եկե։ Պահեցի այդ կորոճկեն մի քանի ամիս, մինչև ինքը թռավ եկավ, այդ կորոճկեն տվի իրան։ Տեսեք հլա, ինչ եմ ասում։ Սաղ կարան պատրաստվեն, մեկ մտքի լինեն, համաձայնված լինի, բայց Աստված հայտնություն տա, էս է հայտնություն։ Այդ մարդը չի գալի։ Ու այն էպիկենտրոնում, որ դու 100% գիտես, այդ մարդը գալիս է։ Զգում եք տարբերությունը։ Իսկ այսօր Աստված ինձ ասեց զակատ արա։ Կներես քույրիկ ջան, դու որ 10 տարի առաջ ապաշխարած չէր, այս ժամանակ զակատ չէր անում։ Կամ Աստված ինձ ասեց գործի գնա։ Աստված ինձ ասեց ամուսնա, ես չեմ ուզում, բայց ինքն ինձ ստիպ։ Աստված ոչ մեկը չի ստիպում, Ժորժ ջան։ Դաժե չի ստիպում, որ մարդ գնա երկինք։ Ձեմբոլը ամուսնանալ։ Աստված օգուտ ունի փաստորեն քո ամուսնությունից, որ քեզ ստիպում է դու ամուսնանաս։ Այս մանկամիտ բաները, որ լսում ես, ասենք նորահավատի մոտ էսի լսես հասկացանք, բայց երբ որ էսի տարիներ շրջանառության մեջ է դրվում, էսի արդեն անառողջ է։ Ոնց որ երեխեն նորմալ է մինչև 2 տարեկան, չէ՞ երևի պամպերս հագնի։ Եթե 10 տարեկան տերմես պամպերսով մանագալի, այդ ուժենի նորմալն է։ Դե ինչ որ հիվանդ է, երեխու մոտ ինչ որ ֆիզիոլոգիական կամ ինչ որ խախտում կա։ Դա ճիշտ չի։ Ուսուր գրքով որ մենք նայում ենք, մարդիկ, ովքեր Տիրոջ հետ առնչվել են, շփվել են, սկսած փոքր վաղտվանից վերցնենք Սամուելին, քահանայության վրայով խոսք ստացավ քահանայապետի։ Այսօր այդ երևի ավակ եպիսկոպոսն է պետության։ Խոսք ստացավ առավոտ, զարթնել էր, վախում էր ասեր, ամանչում էր ասեր։ Երևի բերանում փաթեր են գնում, եթե հեղին չասեր, բալես, ասա, Տերը ինչ ասեց քեզ։ Վախ ու Աստված էդի մի հոգու բացեց Սամուելին։ Տաճարում այդ ավակ քահանայապետի երեխեքը անառակություն էին անում կանանց հետ։ Սամուելներ էր ընդ երբեք իրան էդի չհետաքրքրեց։ Այդ կեղծ կատեգորիան, իր մարմնավոր ցանկությունները երբեք եթե գլուխ բարձրացրեցին, ինքը խեղդում էր, ինքը սպանում էր էդի։ Ինքը տաճարում իրան մաքուր էր պահում, արդյունքում Տիրոջ ձայնը լսեց։ Սաղ այդ ռելիգիոզնի սիստեմայի վրա Աստված գրեց իխավոտ, փառքը հեռացավ Իսրայելից։ Երեխա ստացավ էդի, պատանի ստացավ։ Ու առավոտ վախենում էր, ամանչում էր, նորից եմ ասում, քահանայապետին էդի ասեր։ Այսօր երեք եկել է, այսօր ասում է, Աստված հովիվի վերաբերալ ինձի բան բացարեց։ Նայում ես, ասում ես, այ բալամ, սոսկեն բերանը, պամպերսը բերանը, Աստված իրա քահանայի վրով քեզի բան պետք է բացի, որ ինչ ելնի։
Դուք այդ գեղձիկը չեք տեսնում, այդ ֆալշը չեք տեսնում, այդ խաղը կամ թատրոնը հոգևոր, չգիտեմ ես ինչ անուն դնեմ։ Աստված ինձի բաց արեց այս հովիվի վրով, այս բանի ինքը վիճակ չունի։ Ու դա ինքը ինձ ասում, դա ինքը չի գնում իրան ասում։ Ըստ Սուրբ գրքի ես պիտի հավատամ այդ տեսակ քույրիկին կամ եղբորը։ Ու եկուց միսօր եկեղեցի մտնելով ինքը այդ եղբորը տենում է, ոչ էլ մտնում բարևում է։ Ինքը արդեն տրամադրված է։ Հեղին Աննային սխալ տեղը կարելի ասել վիրավորեց։ Մի հատ Աննայի պատասխանը հիշում եք Սամուելի մոր։ Հորոսներում ասում է Գասպադին մոյ, ես հարբեցող կին չեմ։ Մեր օրերում այսօր եթե եղբայրը մարդ ես արթուն չեղավ, մի հատ քույրիկ հետ տենց խոսա, ոնց է կարծում։ Էսի մինչև ուր կհասնի։ Մինչև բաբի կհասնի, չէ՞ նոզրին, եթե կարանամ։ Սա Հայաստանը կիմանա, որ ինձ ինչ են արել։ Իսկում եք Ժորժ ջան, բարքերը, որակները ոնց հանգե։ Ու մենք ուզում ենք այս իրավիճակներում Տիրոջ ձայնը լսենք։ Երեկվա ապաշխարածին, այսօրվա ապաշխարածին Տերը պիտի բացանի, ով ինչ վիճակ ունի։ Տերը առաջինը քեզ բացանում է, դու ինչ վիճակ ունես։ Քո սրտի մեջ ինչ հակառակություններ կան, ինչ մրցակցություններ կան, ինչ նախանց կա, ինչ չլուծված հարցեր կա, ինչ գերություններ կա։ Առաջինը Սուրբ Հոգին եկել է, որ քո հետ աշխատանք անի։ Դու այն մշակը չես, որ արդեն հոգիների հետ ես աշխատում, քեզ հոգևոր գործիքներ տրվի, հոգևոր իշխանություն տրվի քեզ, տեսիլք ունես, կամ հայտնություն, դա ամեն ինչ ասում է շինության համար է։ Ոչ թե եկեղեցու մեջ պարակտում գցելու համար է, եկեղեցու մեկը մյուսին մեղադրելու համար է, ստիս տանել ընդե, ընդից բերել ստեսի։ Եթե այդ պարգևը կա, այդ պարգևը քո մեջ գլուշիտ կլինի, քո մարմնավորության պատճառով դու այդ պարգևը կխեղդես ու Աստված քեզ այնպես կպահանջի։ Որտեղ դու իմաստություն չունես։ Դու տարական իմաստություն չունես ոնց վարվես, ինչ վարվես, որտեղ ինչ կարելի ասել։ Բնական է, եթե քեզ չընդունեցին, դու կվազես այն մարդկանց մոտ, ովքեր քեզ պրախոդ են տալի, ովքեր քեզ լսում են, ովքեր քեզ կողոքևորեն, կհաստատեն ու քո քանդման աշխատանքին լիցենզիա կտան։ Դու կշարունակես դա անել։ Լիքը մարդիկ կհավաքվեն քո մոտ ոգևորված, որտեղ դու ինչ-որ բան ես տեսնում, ու ավետարանի խոսքը կդնեն մի կողմ։ Եբրայեցի 4-րդ։ Այս կարծես նախաբանների իմ խոսքի, բայց ոնց որ ժամանակը սպրծավ։ 4:7-ը կարճ կարդամ։ Նորեն Так, էսի հայց 4:7-ն է Եբրայեցիս։ Նորեն օրը կսահմանե ու կսե այսօր Դավթին բերնով։ Դավթին Դավիթը համ թագավոր, համ մարգարե, ռետկի անձնավորություն։ Դարաշրջան, որ Դավիթի միջոցով Տիրոջ ձայնը լսել էր ամբողջ ազգի համար։ Անենց հոգևոր առաջնորդ էր Աստված տվե, որ իրան նիստուկացը, իր հելնել մտնելը, ամեն ինչ ասում էին Դավիթի սերտ կապի մասին Տիրոջ հետ։ Շատ սերտ կապ ուներ Դավիթը, ու էդի իր կյանքում երևում էր։ Իրան պետք չէր իրան ռեկլամ անել, ինքը եւս փախնում էր դրանից։ Որտեղից գիտենք, Գողիաթին փռեց, վեշմեշոկը հավաքե գնում էր հոր մոտ։ Եթե Սավուղը չասեր աբիներին, լսի աբիներ, ով է պահի այդ տղուն, այդ ջահելին վերջը, թեպետ Սավուղն էլ իրան տեղը չէր բերում, բաները Սավուղի հետ կատարվում, պահի դրան, այդ տղեն, այդ ազգի, եկավ աղբերներին այցելելու պրավիզ բերեց, դարավ նացիոնալնի գիրոյ, ազգի հերոս դարավ, վեշերը հավքում գնում էր նորից գարներ արածացնելու։
իր անձի փառքը չէր փնտրում, անձի օգուտը չէր փնտրում, վերցրեց նորից ոնց որ հերթական շարքային բան։ Դավթին միջոցով ասելով այնքան ժամանակ հետո, այսինքն երկար ժամանակ Դավիթից առաջ Տիրոջ ձայնը չի լսվել։ Անապատում էլի երկար ժամանակ չլսելու պատճառով մարդկանց սրտերի մեջ այդ ձայնը մարեց։ Հատուկ զգուշացում կա, երբ որ ասում եմ Դավիթի բրծնեմ, եթե անոր ձայնը պիտի լսեք, ձեր սրտերը մի խստացնեք։ Այսինքն վտանգ կա, երբ որ երկար ժամանակ Տիրոջ ձայնը չես լսում, տարբեր իրավիճակներ, անմաքրություններ, գերություններ, կարաս թույլ տաս քեզ, սիրտդ պաշարված է, ու երբ որ Տիրոջ ձայնը լսում ես, ռեսկի խստացում կարա լինի։ Տիրոջ արյան տակ չես եկել, դատաստանը քեզ չի պահում, դատաստանը ինքները մեզ դատել, մեզ լիքը մեղքերից կպահի, որ հետո, որը որ չենք անի և կարիք չի լինի Տիրոջ արյունը մեզ մաքրի։ Ժորժան, հասկանալ եմ չի ասում։ Դուք կարակ ուղղակի ձեզ քննեք, ոնց ենք լողանում, օրը քանի անգամ ենք լողանում, կամ շաբաթ քանի անգամ ենք լողանում, ոնց ենք հետևում, չէ՞ մեր մարմնին, խնամքը, իսկ հոգևոր կյանքում Տիրոջ արյան տակ անձը քննելու, մի հատ հավատքը մեր անձերը քննելու, մեր ընթացքը, մի հատ կարճ ասպարեզ անցանք, մի հատ մեր հոգևոր այսօրվա գիտությունով, վկայությունով եթե ունենք, հայտնությունով եթե դրետքի բաները կա, մենք մի հատ այս մեր ընթացքը անցած անալիզանում ենք, ճիշտ անցանք, ճիշտ չանցանք, Տիրոջով անցանք, թե առաջ ընկանք, Տերն էր մեզ առաջնորդում, թե մենք ոգևորված գնում ենք առաջ։ Սավուղը Դավիթի աներն էր, իրավիճակ ստեղծվեց, քարանձավում, անենց հանդիպեցին, որ Դավիթը ակուրատնի Սավուղի շորը կտրեց։ Գիտեք ինչի կտրեց, որ ապացուցի թագավոր, սրա տեղը կարար դու լինեիր, կամ հետ նույն հաջողությամբ կարայի ականջդ կտրեի, կարայի սպանեի քեզ, բայց ես չարեցի հետի, տես ես քո արյունը չեմ ուզում, ես քո մահը չեմ ուզում, ու հելավ սարի վրա թագավորին խայտարակելու, ասում է և ցավ զգաց Դավիթը, խիստ հանդիմանություն զգաց երկնքից, կապ չունեն մարդը ընկած է, իմ ողորմությունը նրանից վերցրած է, ոնց դու այդ բանը թույլ տվիր Դավիթ, դու չպետք է անեիր էդի։ Մենք այսօր երբ որ այդ նման բաներ ենք անում, մեր կյանքում սխալ ենք վարվում, մենք ցավ զգում ենք, մենք հանդիմանվում ենք, նման է, որ մեր տեղը չենք գտնում։ Եթե չի լինում, նայեք, մի հատ իրար կողք եմ դնում, հետո ես հայտնություն եմ ստանում, որ հովիվը վիճակ չունի, սպասավորները մեղքի մեջ են։ Աղբոր աչքի ճյուղը տեսա, իսկ իմ հետևը ռուսական տայգան է։ Գերան չէ, տայգան է եկա։ Զգում եք ես բանը, կեղծիքները, այս ոգևորված վիճակը, Դավիթը ցավ ապրեց, Աստված այդ տեսակոծաններին դաստիարակում է։ Մի քանի գլուխ հետո, Աստվածային գործոնը որն է, եթե իմ կյանքում մի բան ես շինցու եմ անում, մարդկորեն եմ անում, հաստատ իմացի դրա օրիգինալը կա, Աստվածային տարբերակը կա, ուղղակի ես պետք է սպասեմ դրան։ Մի քանի գլուխ հետո հիշում եք, չէ՞ ինչ եղավ։ Աստվածային տարբերակը որն էր։ Սավուղին ցույց տալու Դավիթը ով է, ու դա անձամբ Աստված արեց։ Սավուղը խորը քուն մտավ, սաղ զորքն էլ հետը, Դավիթը Աբեսայի հետ սարից իջավ, Սավուղի մոտից ջուրը վերցրեց, ու նիզակը վերցրեց, նորից հելավ սար, Աբիները կողքը քնած, զորքը ախրանան ոչ մեկ չհելավ, այդ երկու հոգով կարային նիզակները վեկալ են, սաղին մխեն գետին, ոնց որ փենես արեց։
այն զույգ մեղավորին։ Առավոտ Դավիթը ասեց. «Ինչի ձեր թագավորին չեք պահում»։ Դավիթ, որդիս, ես քո ձայնն է, ասեց. «Հա, իմ ձայնն է, թագավոր»։ Ասեց. «Ինչի չեք պահում»։ Տեսան ջուրը չկա, նիզակը չկա։ Ուտեղ եւս մի հատ մարգարեական քայլ եղավ։ Հիշում եք, Դավիթը նիզակը հետ տվեց, ջուրը պահեց։ Ջրերը Սավուղից արդեն շուտվանից հեռացել էին։ Ամեն երկնային ջուր բանից Սավուղից վերցվել էր։ Ջրերը Դավիթին էին։ Ում մոտ ջրերն ա ժողովուրդ, նրա մոտ էլ ժողովուրդը գնալու է։ Ժողովուրդը ստե չի եկե մեր համար, մենք այսօր սա հավաքվել ենք կենթանի ջրերի համար։ Ում մոտ ջրերն ա, նրա մոտ էլ ժողովուրդն ա գնալու։ Դավիթը նիզակը հետ տվեց, այսինքն նիզակը ի՞նչն է։ Քո նիզակը այն է, ինչով ես քեզ կարամ զարկեմ։ Այդ նիզակը հետ տվեց, այսինքն ես քեզ չեմ զարկելու։ Բայց ջուրը իմն է, Տերը ջուրը ինձ ա տվել, ջուրը չտվեց։ Ջրերը իմն ա, Դավիթ ասեց։ Ստեղ մարգարեական բան կա, գործոն կա։ Այն նիզակը, որը բազմիցս Սավուղը շպրտել էր Դավիթի վրա։ Այդ նիզակը ընկավ Դավիթի ձեռը ու Դավիթ այդ նիզակով Սավուղին չխփեց։ Այսի աստուծածներ։ Հետ տվեց իրան, Սավուղն էլ ժամանակ ունի ապաշխարելու։ Չապաշխարեց, այդ նույն նիզակի վրա ընկավ։ Էսի այսօր մեր համար ուղերձ է։ Եթե ես այսօր քրոջ աղբոր վրա նիզակներ եմ շպրտում, կլինի դեմից, կլինի հետևից։ Ես պիտի հիշեմ Սավուղին։ Ես վերջում այդ նիզակի վրա եմ ընկնելու։ Ու Աստված էդի թույլ կտա, որտեղ ինքը արդար դատավորն է։ Ինքը չեկավ մենակ աչքերը կույրերի բացանի, ինքը նաև եկավ ով որ աչք ունի ու կյանքում բան չի փոխվե, այդ տեսողությունը վերցնի։ Ինքը եկել է նաև կուրացնելու։ Ատեն չի։ Հովհաննես 9-րդ գլուխ, ով որ կասկածում է։ Տեր օրհնի ձեզ։